թերթեք, այս աչքերն շոկիտ են ենթարկի։ Բարի օր ձեզ։ Մենք ներկայացնում ենք Տավուշի մարզի Սև Քարգեղը, ու այս վիդեոն նվիրում ենք մեր կեղին ու բարբառին։ Սաղ կեղերն էլ ունեն իրենց պատմությունը, ու մեր կեղը ոչ մի բանով չի առանցնանա։ Մեր կեղն ունի շատ յուրահատուկ պատմություն։ Օրինակ դուք գիտեք, որ մեր կեղը նախկինում մտել է մեծ հայքի Գուգարք աշխարհի մեջ է։ Հետո 591 թվականին Նենանցակցը Պարսկաստանի տիրապետության տակ։ Իսկ արդեն 10-15-րդ դարերում մեր կեղը մեծ քանակությամբ արցախցիք են եկել, ու մինին նախնինին Արցախիցն են։ Տեն մեզ ինչ հետաքրքիր պատմություն ունի մեր կեղը։ Բա որ անվան պատմություն ունի։ Արի պատմեմ։ Այս մի հետմին իրակի մեջին կորցրած եմ, Էմինի վերցնում ասում կարող է հասնես։ Էմին էլ ասում է հեն Սև Քարի կողքին է։ Այդ օրվանից դենը մեր կեղի անունը դառնում է Սև Քար։ Կեղմիչ մտրածեց մեկ զինվորի արձանն է ցանկացած Սևքարցու հիշեցնում է իր հերոսական անցյալի մասին։ Արձանը տեղադրվել է 1965 թվականի մայիսի 9-ին համագյուղացիների կողմից։ Լավ դե, եկեք ծուռը նստենք դուզ ու խոսենք։ Մեր կեղն ամեն ինչում տարբերվում է։ Օրինակ դուք գիտեք, որ մեր կեղը կլոբի եկեղեցի կա։ Գիտեմ չիք։ Լավ դե, դե շշմիլ մի, եկեք անգամ ցույց տանք, համ էլ կպատմենք։ Այս եկեղեցի մեր կեղացի քիշինը 1852 թվականին Ճիշտ է, իսկական անուն Պողոս Պետրոսը, բայց դե մենք կլուբ եկեղեցի ենք ասում։ Մագիտը մեկ խի։ Հին սովետի վախտերը հենց այն որ այս եկեղեցին իր արժեքը կորցրի։ Միջի սկսեցին ինչ-որ պահի ու դա իզեդը սկսեցին կինոնին ցույց տալ։ Անունը տենցավ կպավ կլուբի եկեղեցի։ Այս վերջի մի քանի տարում այս եկեղեցին սկսեցի շինել։ Հիմիսին ու շինել են, միջին դաժե պատարակներին անում։ Վաստանային սուրբ ուղղակար եպիսկոպոսած, ըստ Տերաչեսուս, վասն հայրապետին, ալելույա, ալելույա։ Նահատակից մի քիչ դեսը, այս բլրի վրա էլ կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։ Ստեղ նախկինում լել են ժայռեր, որոնք հարցուցվելուց հետո էլ կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։ Սև Քարցի Աբրահամյան աղբայրների կողմից։ Շինարար վարպետներից է նաև Ռուբեն Մակիրոսյանը։ Եկեղեցի խաչեղաշճանների քանակը 242-ը։ Հա, մի զարմացեք, կալա քիչ է որ մենք դերն ենք։ Եկեք իրար հետ դեր ենք, համ էլ կպատմենք։ Համարյա 12 մետր բարձրությամբ։ Եկեղեցի 4 խորը բարեկարգված է։ Գեղի համարյա 1 կիսկերն է։ Մեր կեղմը ես հասկացա, որ մարդ պետք է վայել եղել մղալիցն ու վասկիցը կատարված տարբերվող էս առանձին աշխարհը, որ դիելի վասկա, բայց ամսեն ուրիշ։ Հասկացա, որ մարդ պետք է կյանքում գոնեմ հետ որցակի ծենիցը զարթնացլի։ Պետք է ռավետը սպասաստը թեև դել հավերն իրանց գործերին, քյավ որ ռավետ վաճուն առանց ծեն ծփուտի վեր ունի։ Պետք է
Մորթի ծառի տակը թափտված լի կամ էլ առնվազն ցլաֆոն պահողներից մինը լացլի։ Պետքա տապանուկի խղանիլի սպատվալը կամ ախորը մտածլի։ Պետքա հեծանի վովթալիկ տորորածլի կամ էլ փշոտ ճամփիցը ակծակածլի։ Պետքա գոնե մհետ բռնիցը հանած տակ հացկերածլի տնական պանրով ու բաղիցը քաղած անլևա պամիդորով։ Մարդ պետքա գոնե մհետ տատի պապի հետ կարտոշկա ցանածլի ու հաջորդ օրը մածնո թևերին քսած մտածի ու հսկանա ինչա նշանակում արևիտակին գործանելը։ Ու մարդ պետքա գոնե մհետ կեղի հին կոտրատված պատուհաններով տունը մտածլի ու մտածի մեծանամ կյամ առնեմ սիրուն հյուրանոց սարքեմ որ մարդիկ կյան էս կեղի կյանքը զգան։ Մարդ պետքա ծերները տափերին քսիլով բաղի ջանջրի ծառերի տակերը հվակած լի որ ծմերը առաղի սարքերը սազանեն արաղ քաշեն։ Մարդ պետքա պոպոկ հվակիլից ծերները լամաթանի ու մի 2-3 օր ծերները սևացած մանկյա։ Ու հա ճիշտ են ասում որ կեղի ամեն ինչը համովա գիլասը, խիարը, պամիդորը, հացու պանիրը, փեչի վրի արած պլեջը, քչքչան աղբրի ջուրն ու մանավանդ մանկության հիշողությունները։ թվականի սեպտեմբերի 27-ը սև տարերով գրվեց նաև սևքարեցիների սրտերում։ Պատերազմում իրենց կյանքը տվեցին գնդապետ Թագուլ Ղազարյանը, փոխգնդապետ Արտուր Հոսեփյանը, պայմանագրային զինծառայող Աստակ Խանչյանը և ժամկետային զինծառայողներ Սամվել Սահակյանն ու Դավիթ Շահնազարյանը։ Մեր խոնարհումը ձեզ։